Շնորհակալություն մեր հովին այս վստահության համար, որ վստահել է Տիրոջից խոսքը կիսվելու։ Ամեն։ Գիտեք, sense մի հատ բան կա, երբ որ քարոզիչները բարձրանում են անպայման կա, չէ՞ որ այս խոսքը ստացել ենք ձեր համար։ Ես էլ ուզում եմ չկրկնվեմ, բայց ուղակի այս խոսքը ոչ միտեղ չեմ քարոզել, ուղակի ծնվել է Վանաձորի կյանքի խոսքի եկեղեցու համար։ Ես այս ամբողջ ընթացքում քո ուշադրությունն եմ ուզելու, որովհետև այս խոսքը առանց քո ուշադրության չի կարալու մտնի քո սրտի մեջ։ Հիմա դու կողքի ես դնում վարկի օրը, կողքի ես դնում, որ սրանից հետո եսա գնալու ես մազերից սարքես, ծնունդ ես գնալու, ուր ես գնալու, լրիվ կողքի ես դնում, որ կարողանաս ընկալես խոսքը, որովհետև զորությունը նրա մեջ չի, որ խոսքը կա, զորությունը նրա մեջ է, որ խոսքը ընդունվեց։ Ամեն, Փառք Հիսուս Քրիստոսին։ Խոսքը, որ վերնագրել եմ, այս ձև եմ վերնագրել։ Ինչ է խոսում քո սիրտը։ Մեր քույրիկը երբ որ խոսում էր, ես ասի քարոզս տվավ, բրծարդ, հեն։ Խոսում էր սրտի մասին, սրտի դրդապատճառի մասին, սիրտը ինչպես անի, ամբողջը կախված է սրտից։ Գիտես, այնքան հետաքրքիր է, որ Աստծու մոտ չի անցնում, չի ընդունվում, որ դու ինչպես ես անում։ Դու կարող ես շատ լավ անես, Ջոն Բիվերը մի հատ լավ գիրք ունի, բարի թե Աստված։ Դու կարող ես շատ բարի բաներ անես, բայց Աստված չլինի այդտեղ։ Որովհետև դու կարող ես քո սրտով ինչ որ մարդկային վիճակով ինչ որ մի բան անես, բայց Աստված չլինի այդտեղ։ Իմ կյանքում եղել է այս ձև մի օրինակ, երբ որ ես մի մարդ կար, որ գիտեի հագուստի խնդիր ունեի, մտել է հագուստի խանութ, որ գնեմ իր համար հագուստ։ Ու Սուրբ Հոգին ինձ հանդիմանեց, ասավ քեզով ասավ, որ գնա այդ հագուստը առ։ Թող ինքը գնահատի իր մամային, որ գիրիշերը չի քնում, այդ հագուստը լվանում է, որ առավոտ ինքը հագնի։ Դու պետք է զգայոնել ես Սուրբ Հոգուն, ինչ կասի Սուրբ Հոգին քեզ, որովհետև միգուցե այս անգամ այդ ձև լինի, բայց մյուս անգամ դա չաշխատի։ Հենց մի հատ հումորային բան պատմեմ, մեկը ծառի վրա կանգնած է լինում, մեկը պարանը գցում, ասում է քեզ լավ փաթաթի, վախում է թռնի, քեզ լավ փաթաթի։ Երբ որ փաթաթում է, քաշում է, գցում, այս մարդը մեռնում է։ Որ ասում է, բայց 2 օր առաջ նույն արինք փոսից հանելու ստացվեց։ Դες կարող է այդ նույն բանը դու բազում անգամ արել ես, բայց այս անգամ Սուրբ Հոգին քեզ ասի չանես։ Դու պիտի ուշադիր լինես, քո թագավորությունն ես կառուցում, թե Աստծո, որովհետև շատ ժամանակ մենք մեր թագավորությունն ենք կառուցում։ Երբ որ տեսնում ես խոսքի վերնագիրը նման չի, որովհետև մարդու օրգանների մեջ խոսում է լեզուն, ոչ թե սիրտը, բայց հավատացեք սիրտը խոսում է։ Այն էլ ոնց է խոսում։ Մեկ սուսել չանում։ Դու ասում ես սուս արա, ինքը սուս չի անում։ Անդադար խոսում է։ Գիտես, Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ 2 մարդ բարձրացան աղոթք անելու։ Մեկը փարիսեցի, մյուսը հարկահավաք։ Մեկը կուրծքներ ծեծում։ Մեղավոր եմ Տեր իմ Աստված։ Իսկ մյուսը գիտեր աղոթելու ձևը։ Գիտես, քո աղոթքի բառերի շատությունից չի կախված, որ Աստված քեզ կլսի։ Քո ճարտարությունից չի կախված, որ Աստված քեզ կլսի։ Դու չես կարա Աստծո համար խղճահարություն ստեղծես, խղճահարության տեսք ստեղծես, աղոթքի տեսք ստեղծես, որ Աստված քեզ լսի։ Աստված նայում է քո սրտի միջին ինչ կա։ Ու պատասխանում է քո սրտի միջի համեմատ։ Երբ որ մարդիկ կա սենց աշխարհում սենց հումորային բան կա, չէ՞, լեզվինդ ինձ, սրտինդ քեզ։ Շատ ժամանակ մենք ուզում ենք լեզվով Աստծուն համոզենք։ Խղճահարություն ստեղծենք Աստծու մոտ, որ Աստված մեզ խղճա, գիտակցի, Աստծու ուշադրությունն ենք ուզում գրավենք։ Ոչ ես տեսնում, ես աղոթքի տեսք եմ ընդունել։ Ու շատ ժամանակ եկեղեցում մարդիկ, երբ որ աղոթքի տեսք են ընդունում, երբ որ ծնկում են, երբ որ լացում են, ասում են, ուժեղ հոգևոր է։ Ուժեղ հոգևորը արտաքին տեսքով չի երևում։ Ուժեղ հոգևորը երևում է նրա պտուղներից, տարիների հավատարմությունից եւ իր սրտի դիրքից։ Դե շատ ժամանակ մենք նայում ենք առաջին տեսողական ինչ որ բաներից ու կարծիք ենք կազմում։ Կարծիք դու կարող ես սխալ կազմես։ Հիմա ես եկել եմ Վանաձոր քարոզելու։ Ինչ սրտով։ Ինչ դրդապատճառով։ Մի կար ժամանակ առաջ ես գնացել եմ մի մարդու այցելության։ Ու Աստված ինձ հարց տվավ. ինչի ես եկել։ Այդ հարցը ես սկսել եմ շատ մարդկանց տալ։ Հիմա ձեզ եմ տալու։ Ինչի եք եկել եկեղեցի։
եկել եմ, որ տեղս դատարկ չմնա, որ չզանգեն ասեն, ուր ես։ Եկել եմ, որովհետև ես եկեղեցու հիմքերում ես եղել եմ, ոնց կլի առանց ինձ մի բան անեն։ Եկել եմ, որովհետև աբոնել ա գալի, բա ոնց չգամ։ Իր այնատու ես էլ եմ եկել։ Դու երբ որ քո սիրտը սկսում ես քննել, դու իրականում հասկանում ես ինչի ես եկել։ Ու երբ որ դու ուզում ես, այդ որ քննվում է սիրտդ, հեռանում է աղբը քո սրտից։ Հիմա ես եմ պատասխանում, դուք ինչի եք եկել։ Եկել եմ իմ Տիրոջը փառաբանելու։ Եկել եմ իմ Տիրոջը երկրպագելու։ Եկել եմ, որպեսզի ես սատանայի խավարի գործերը քանդեմ, լույսից դեպի խավարից դեպի լույսը բերեմ մարդկանց։ Եկել եմ, որ իմ անձով փառաբանեմ Տիրոջը։ Եկել եմ, որ չնստեմ իմ տեղը, կարող է իմ տեղը մարդ լինի նստած։ Ես դրա համար չեմ եկել։ Ես եկել եմ, որպեսզի պատվեմ իմ Տիրոջը։ Աստված նայում է քո սրտի միջին ինչ կա։ Ու երբ որ մի գործ ես անում, քեզ հարց տու, ինչի համար եմ ես էսի անում։ Օրինակ, ավակները գնում են խմբակներ ծառայության։ Հարց տվեք ձեզ։ Ինչի համար եմ ես գնում խմբակ ծառայություն անելու։ Ինչի համար եմ ես ընդհանրապես 10-րդ տալիս։ Ինչի համար եմ ես ամենը անում։ Ես ունեմ անձնական հայտնություն։ Ու երբ որ դու այդ հարցերը տալիս ես, ծածուկ սրտիդ միջի ամեն ինչը տեսնում ես դուրս եկավ ջրի երես։ Ինչ պիտի անես։ Պիտի սենց որ մի սեփում են քափը գալիս է, ինչ են անում։ Սենց քաշում են, թափում։ Նորից կարիք կա մաքրելու։ Նորից կարիք կա մաքրելու։ Աստված չի նայում ձեր ճարտարությանը, Աստված չի նայում ձեր բարերի շատությանը, որ քո աղոթքին պատասխանի, քո խղճահարությունից։ Տեսք ենք ընդունում, որ Տեր ջան, խղճա, ուշադրություն դարձրի, կանգնի, ես տեսնում ես դες ոնց եմ աղոթում։ Իրա նման չեմ էլի աղոթում, սենց ծնկած եմ աղոթում, լացում եմ։ Դրա մեջ չի, որ Աստված կանգնելու է քո աղոթքին պատասխանել։ Աստված պատասխանում է կոտրված սիրտ ունեցողի, խոնար հոգի ունեցողին։ Ու եղի Աստծու հետ անկեղծ, թափանցիկ։ Ամեն։ Ուշադրություն դստեղա, չէ՞։ Չգնաս Վարշավիրանոց, չգնաս ուրիշ տեղ, սենց պահեցեք։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ուզում եմ Աստծո խոսքից մի տեղ կարդամ, որ գրված է Առակաց 4-րդ գլուխ 20-րդ խոսքից։ Որդյակս ուշադիր եղիր իմ խոսքին, ականջը տուր իմ ասածներին, թող նրան չգնան քո աչքի առջևից, պահի նրան քո սրտի մեջ, որ նրան կյանք են նրանց գտնողներին եւ բոլոր մարմնին բժշկություն։ Ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Ես կուզեմ ստեղ կանգնենք, մի ուրիշ թարգմանության եւ բնագրում այստեղ գրված է, ոչ թե ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, այլ պահպանություն արա քո սրտին։ Դու պատկերացրու քո սրտի վրա կա զինվոր ավտոմատով, որ պահպանություն է անում, պահեստները ինչ են մտցնելու եւ հանելու։ Քո սիրտը հսկայական մեծ պահեստ է, որտեղ մարդիկ կուզեն լսնեն իրանց ուզածը։ Ու երբ որ խոսքի վերևը նայում ես, ասում որդյակս ուշադիր եղիր իմ խոսքին։ Միգուցե անուշադիր ես։ Միգուցե Աստծո խոսքը քո համար էլ կարդալը մոդայիկ չի։ Էլ քո ամենօրյա կարդալը չի։ Ես մի հատ մարտահրավեր եմ վերցրել եւ փոխանցում եմ ձեզ։ Եթե օրը 7 գլուխ Աստվածաշունչ եք կարդում նոր կտակարանից, 40 օր հետո պրծնելու եք։ Դու բոլորդ կասեք ես կարդալու խնդիր չունեմ, բայց օրվա վերջին եթե նայես տեսնես դու 7 գլուխ Աստվածաշունչ չես կարդացել։ Եթե մեկ օրվա մեջ 7 գլուխ նոր կտակարանից կարդացիր, 40 օր հետո վերջացնելու ես նոր կտակարանը։ Վերցրու եսի։ Դրա համար է քո ուշադրություն ուզում, որ եսի փոխանցեմ, բայց ուշադիր եղի, դեռ չի գնաս, մնաս տեղ։ Փառք Հիսուս Քրիստոսի։ Ամեն։ Որ նրան կյանք են նրանց գտնողների եւ նրանց ամբողջ մարմնին բժշկություն։ Երբ Աստծո խոսքը բժշկություն, երբ որ Աստծո խոսքը քո սրտի մեջ է։ Բայց եթե սրտի մեջ Աստծո խոսքը չի, եթե սրտի մեջ վիրավորանքն է, գիտես ձեզ մի հատ բան ասեմ, ձեր ժամանակը ում տալիս եք, նա ձեր Աստվածն է, իմացեք։ Ձեր ժամանակի մեծամասնությունը ով տարավ, նա դառնալու է ձեր Աստվածը առանց ձեր գիտակցության։ Ժամանակիդ մեծամասնությունը ով վերցրավ, դառնալու է քո Աստվածը։ Եթե ժամանակիդ մեծամասնությունը վերցնում է գործը, հեռախոսը, բարեկամները, ընկերները, բա ընկերների ոնց թողենք, մեր աղբերներն են։ Ու տենց բազում բաներ կա, եթե վերցրավ քո ժամանակի մեծամասնությունը ու Աստծո շփվելու համար ժամանակ չի մնաց, քո սիրտը խստանալու է կամած մի անգամից չի լինելու։ Ու նա դառնալու է քո Աստվածը սկսի տիրի քեզ։
ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին։ Գիտես, այստեղ խոսում է նաև պահպանության մասին։ Ամեն ավելի քո սիրտը պահիր զգուշությունով, որովհետև դրանից է կյանքի ելք։ Դու պատկերացրու քո սրտի վրա դու կասկով, բրոնժիլետով, ավտոմատով կանգնած ես քո սրտի պահակը, դու, ես չէ։ Դու պիտի անդադար պահես քո սիրտը։ Դրանից է կյանքի ելքը։ Մի ուրիշ թարգմանությունով ասում է դրանից է կյանքի աղբյուրը։ Պատկերացրու կյանքի աղբյուրը, որը Հիսուս Քրիստոսն է, քո սրտի մեջ է։ Ու դրանով է հոսում քո կյանքի մեջ, քո սրտով, քո սրտի միջոցով։ Դու պիտի պահպանություն անես քո սրտին։ Վերցնում եք։ Դու ես քո սրտի պահապանը։ Անկեղծ եղիր։ Ու պատկերացրու քո սրտի մեջ կա վիրավորանք։ Ու մտածում ես ասված քեզ լսում է, պատասխանում է։ Ու քո սրտի մեջ կա չներում։ Մի հատ նկար ունենք, կխնդրեմ դրենք, հա։ Ու քո սրտի մեջ կա չներում։ Ու քո սրտի մեջ կա լիքը բաներ։ Ու դու ուզում ես Աստծուն համոզես, ինչ ասես կա, այնտեղ, չգիտեմ, սանտավիկով, քորոցներով, բլավկով, դանակով։ Ու այս սիրտը ասում ես ես խի չեմ զգում Աստծուն։ Որովհետև մեծ ու բորկի գործ կա, մաքրելու աշխատանք կա, եւ դու խստացնում ես քո սիրտը, քարացնում ես քո ներսը, ու ընդունում ես, որ սա նորմալ է։ Ու դու ասում ես Աստված խի չի ինձ պատասխանում։ Մաքրիր քո սիրտը, տես ոնց Աստված քեզ պատասխանում։ Աստված չի պատասխանելու քո երևույթներին, թե ինչպես ես դու աղոթում։ Աստված պատասխանում է քո սրտի միջի համեմատ քեզ։ Ես այդ խոսքը կկարդամ, որպեսզի չասես, ուրեմն իմ սիրտը այսքան վատնա, որ ինձ հետ այսքան բաներ ա լինում։ Աստծո խոսքը ասում է, ես կպատասխանեմ քո սրտի միջի համեմատ։ Ինչ որ կա քո սրտում, ես քեզ եմ տալիս։ Ինչ է ասում, ասում է, պահպանություն արա քո սրտին։ Պահպանությունը դա չես կարա քնելով անես։ Որովհետև մարդու սիրտը ինքը ունի բնավորություն փոխվելու։ Մեր քույրիկ այդտեղն էլ կարդաց, որ մարդու սրտի մեջ մի բարի բան չկա։ Այդ Սուրբ Հոգին եկել է մեր ներսը ու մաքրում է մեր ներսը, մեր սիրտը շտկում է, մեր սիրտը ուղղում է։ Երբ որ Իսրայելին Տերը խոստացավ, որ գնաս ուրիշ տեղ, մտնես կաթում խրբխող երկիր, ինչ չանես, երբ որ ուտես կշտանաս, սիրտը թող չկծառվի եւ քո ուրիշ աստվածներին պաշտես։ Գիտես երբ ես ուտում կուշտանում, երբ որ արդեն մի 15-20 տարվա հավատացյալ ես, արդեն կուշտես, այս սիրտն էլ թող մի քիչ ծուռը լինի, ինչ էլ որ։ Բա մի տես իրանք ինչ են անում։ Գիտես Աստծո առաջ չես ասելու, ես չեմ արել, իրանք են մեղավոր։ Ու Աստված ուզում է մեր սիրտը մաքրի, որ մեզ տա գանձեր, հարստություն, մարդիկ, հրաշքներ, առանց սրտի մաքրելու, Աստված ուզում է տա, բայց քո սիրտը չի կարող դա ընդունի։ Աստված ուզում է քո սիրտը փոխի նոր տա։ Ամեն։ Ես բազում աստվածաշնչյան տեղեր եմ վերցրել, ուզում եմ ինչ որ չափ իմ քարոզի, ինչ որ մեծամասնությունը ձեզ փոխանցեմ, դրա համար անցնենք խոսքին ու պահպանություն արա քո սրտին։ Որովհետև սիրտը ինչպես կարող է ծռվել։ Երբ որ այս խոսքի ամենասկիզբը լսում ես, ուշադիր եղի իմ խոսքին եւ ականջը տուր։ Քո ականջը կարող է քո սիրտը ծռի։ Քո տեսողությունը նրանից հետո տես ինչ ես տեսնում։ Քո սիրտը կարող է քո տեսողությունը ծռի։ Քո մտքերը կարող են քո սիրտը ծռեն։ Մի բան ես տեսել եկեղեցում։ Կամ չես տեսել, ցույց են տվել։ Արի։ Տես։ Ու սիրտը ծռվել է։ Ու աղոթքի մեջ վերապրում չունես։ Ամբողջ խնդիրը մեր սրտի մեջ։ Սիրտդ շտկի, սիրտդ ուղի, տես հոգևոր կյանքդ ոնց է ակտիվանում։ Ու Աստված ուզում է փոխի մեր սրտերը։ Գիտես, երբ որ մարդը ասում է սրտի, դա չի խոսում ֆիզիկական սրտի մասին, դա չի խոսում արյունատար այդ համակարգի մասին, դա խոսում է քո ներսի այս վիճակի մասին, որտեղ բոլորս գիտենք, որ մեր խիղճը, սիրտը, հոգին ստեղ է ապրում։ Սա ինչ տեղ է ֆիզիկապես, ես չգիտեմ այդ որ արանքում է, բայց այդտեղ է, ստեղ է ամեն ինչ կատարվում։ Երբ որ դու տեսնում ես առուսակը երկնքում, իր սրտում հպարտացավ, ամեն ինչ սկսում է քո սրտից, մնացածը ժամանակի հարց է։ Երբ որ քո սիրտը ծռվեց, մի ամիս է պետք։
Եթե այսօր քո տունը մի բան կա, դեռ չես ասում համբերում ես, համբերության բաժակը մի օր կլացվի ու կգա բաժանություն։ Գիտես, ես բազում, ես քարոզելուց առաջ տեսնում եի ընտանիքներում պառակտված սրտեր, ամուսին եւ կին, նույն սենյակի մեջ, բայց պառակտված սրտեր, որովհետեւ անդադար ամուսինը կնոջն է գցում, կինն էլ հետ չի մնում, գիտեք դե։ Ուզում ես հասկանաս, այս ընտանիքի մեջ ուխտ են արել Աստծո առաջ, որ միջև մահը չբաժանի, իրար հետ է լինելու, առանց իրար ոչ մի բան չի լինելու, փոխվել է ուխտի կանոնները։ Էլ արդեն ամուսինը կինը սրտով բաժանված է։ Եթե դա ունես քո ընտանիքի մեջ, քեզանից է կախված վերականգնի քո սրտի միաբանությունը քո ամուսնու հետ։ Որովհետև դու կարող ասես, բա ինքը եկեղեցի չի գալի, մյուսը դու ինքը եկեղեցու գալու համար չել, ինքը քո ամուսինն է, իր որոշումն է, ինքը կգա թե չէ, դու պիտի պատիվ տաս իրան որպես քո ամուսին։ Դու մենք միշտ ուզում ենք մեր կողքի մարդկանց նենց ստեղծենք, որ մեր ուզած լինի։ Այո, կարող է ինքը գա եկեղեցի ու ամենավերջին էլ առաջին լինի։ Դու էլ 15 տարի եկեղեցու մեջ լինես ու գա քեզ անցնի։ Որտեվ Աստված սրտեր քննող Աստված է, Աստված երիկամունքներ քննող Աստված, Աստված գիտի մարդու սիրտը ու տալիս է նրա համապատասխան։ Գիտես, քո սիրտը կարող է ծռվել լսելուց, տեսնելուց, մտքերից։ Օրինակ, եղել է ժամանակ, որ քո մտքի մեջ դու մտածել ես, որ այս բարեկամդ խիչ եկավ քո ծնունդին, մտածել ես։ Ու ես էլ իր համար ինչ նվեր էի տարել, այն ամենալավն էի տարել։ Հələ եսի չմտածած, տենում ես մի զանգ եկավ, հա, ուրիշից, այդ կրակը թեժացնելու համար։ Բա ինքը եկավ ձեր տուն, կրակը վառվում արդեն։ Ու դե գալիս է ինչը, պայթյունը, ոչ էլ եկավ։ Ու հասկանում ես, որ քո սիրտը ծռվեց արդեն։ Մի հատ հետաքրքիր իմ անձնական փորձառությունից մի բան ասեմ, երբ որ ուզում ես սիրտդ մարդու հանդեպ ծռվի, սկսի նրա բոլոր լավ արածները հիշել։ Բարձր ասել, բարձր։ Ուտենալու ես վատերը գնաց։ Կարա մարդ հա, անուշադիր է եղել։ Դու դեռ տենց այդ պատմության մեջ բամբասելուց տեսնում ես ինքը նվերներով եկավ մտավ ձեր տուն, ներողություն խնդրելով, որ երեք հիվանդանոցում էլ է, բայց քո սիրտը հասցրավ ծռվի։ Դու պիտի ուշադրություն դարձնես, չնայես կարճ, ավելի երկար նայի, որովհետև միգուցե մեկ օր հետո շատ բան փոխվի։ Ու այս պահանջատիրական բանը մեր ազգի մեջ կա, որ ես եկել եմ, դու պիտի գաս, ես բերել եմ, դու պիտի բերես, բամոտ չի։ Էսի կա մեր ազգի մեջ։ Եկեք մենք լինենք մարդիկ, որ կարողանանք ինչ որ այնքան էլ լավ սովորություններ չի մեր ազգի մեջ, կամանց վերացնենք, կամանց հեռացնենք։ Այսօր Աստված նայում է մեր սրտերի մեջ ինչ է կատարվում։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են եւ նրանք Աստծուն կտեսնեն։ Ուզում ես Աստծուն տեսնես։ Ուզում ես հարաբերություն ունես Աստծո հետ։ Ուզում ես Աստված էլ քեզ տեսնի։ Մաքրի սիրտդ։ Երանի նրան, ովքեր սրտով մաքուր են եւ նրանք Աստծուն կտեսնեն։ Ես այնքան հետաքրքիր sense հոգուց մեջ մի բան եմ զգում, որ բազում աղբ կա, որ մեր սրտերի մեջ ծառված է, ծուռ է, տարիներով է։ Աղբը երբ որ իրան չես թափում, 2 օր հետո հոտ ավելի է ուժեղանում, համաձայն եք։ Այսօր մենք պիտի այս աղբերից հրաժարվենք։ Ուղղակի դու պիտի քո սրտի մեջ խոսաս, այն վիրավորանքից, այն ամեն ինչի որ կա քո ներսում, խոստով անես, ասես Տեր իմ Աստված բժշկի այս հատվածում ես։ Աստծո խոստն ասում է, եթե քո ընծան մատուցում ես եւ եղբայրդ քո դեմ բան ունի։ Այսօր շատ մարդիկ կա, որ այսօր իր հարազատների հետ խռովել է ու լավ է արել։ Ու աղոթում Աստված էլ իրան չի լսում։ Սիրտը շտկի։ Ամբողջը դրա մեջ է, անցի քո էգոյի եսի վրայով։ Գնա հարաբերություն շտկելու։ Գնա ներողություն խնդրի։ Ոչինչ։ Ոչ բան չի լինելու։ Երկնքում հրեշտակները կուրախանան, սատանան կտխրի, որ երկու մարդ իրար երկրի վրա բարեշեցին, հաշտվեցին։ Ու դու ուզում ես այդ վիրավորանքով, այդ ամեն ինչով գաս Աստծո առաջ ճարտար բառերով ու քեզ Աստված լսի, ուղղի սիրտդ, հարազատներիդ հետ։ Մենք ենք երկրի աղը եւ լույսը։ Աստծո խոսքն ասում է կտեսնեն ձեր բարի գործերը, կփառավորեն երկնքում Հորը։ Այս քաղաքը
կարող է քո միջոցով աշխարհում փառաբանություն բերի Հիսուսին, տեսնելով քո բարի գործը, քո գթած սիրտը։ Ու այդ վիրավորանքը, այդ կապանքները քեզ չի թողնում մոտենաս Հիսուսին։ Դու մոտենում ես, բայց կապանքները կապված է։ Դու չես կարողանում առաջ գնաս, որովհետև այդ խնդիրները քո սրտի մեջ է, քեզ խանգարում է։ Իմի դու կասես, քո սրտի մեջ չի եղել, շատ։ Ինչ եմ արել։ Մաքրել եմ ու պետք է մաքրեմ, որովհետև դա մեկ օրվա գործ չի, որովհետև սիրտը կարա մեկ վայրկյանում ծռվի։ Մի թեթև բարկացար, այդ սիրտը կարա ծռվի։ Դու պետք է պահպանություն անես, հսկողություն անես քո սրտին, որովհետև ասում եմ, սրտով մաքուրները Աստծուն կտեսնեն։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Երեմիա մարգարեության մեջ 17-րդ գլխում 9-րդ խոսքից. խորամանկ է սիրտը, ամենից ավելի ապականված, նրանով կարող է հասկանալ։ Գիտես, այնքան հետաքրքիր է, որ շատ ժամանակ մենք մեր սրտի մեջ մեզ արդարացնում ենք։ Խորամանկ է ինքը։ Խորամանկը գիտես որն է, որ կարա քեզ խափի։ Դու ասում ես չկա, ես իրան ներել եմ, բայց լավ էլ կա, ինքը քողարկված է։ Դու ասում ես չէ, ես իրան սիրում եմ, բայց երբ որ իրան տենում ես, ամբողջ մարմնով դող անցնում։ Մի անգամից տենում ես, ոչ որ սիրում ես, ոչ էլ ներում ես։ Ուղղակի քեզ խափել է քո սիրտը։ Խորամանկ է ինքը։ Ու ինչ ասում ասում, խորամանկ է սիրտը ամենից ավելի ապականված։ Տենց փչացած բան չկա ասում, ամենից ավելի փչացած, ապականված։ Նրանով կարող է հասկանալ։ Դու չես ճոգում, այսօր բար երկու քրոջով իրար քիչ են մնում, չգիտեմ, գրկած, խառնված, այն մյուս օրը պառակտում եւ բաժանում։ Նրանով կարող է հասկանալ։ Ես տեսնում եմ սիրտը, Տերն ասում։ Փորձում եմ երիկամունքները, որ տամ մարդիս իր ճանապարհների համեմատ, իր գործերի, պտուղների համեմատ։ Աստված ասում է, ես տեսնում եմ սիրտը, քննում եմ սիրտը, որ իրեն տամ իր գործերի համեմատ։ Աստված քննում է մեր սիրտը։ Դու քննություն հանձնացեք։ Պատկերացրեք գնացել ես Աստծո մոտ քննության։ Այսօր իմ հերթն է։ Դու պատկերացրու Աստծո առաջ ես։ Սրտի քննություն։ Մտել ես։ Դες ինչեր բերավ։ Զգում ես այդ ինչեր ա բերում։ Հար ասում ես, խափել էր ինձ, ինքը միտեղ կար, բայց ես չէի տեսնում։ Խորամանկ է ինքը, քեզ կխափի։ Ժամանակ առ ժամանակ քեզ տար քո սիրտը վերցրու ու գնա Աստծո մոտ։ Ու ինչ, ասա Տեր իմ Աստված, փորձիր իմ սիրտը։ Մաքրիր իմ սիրտը, որտեղ դրանից է կյանքի ելքը, ամբողջ կյանքի ելքը սրտի միջից է։ Տես, երբ որ դու ավետարանը լսեցիր, ավետարանի խոսքը ընկավ քո սրտի մեջ։ Սրտի մեջ ընկավ եւ սկսեց փոխել քեզ։ Աստծո խոսքն ասում է, սկզբից ծիլը, հետո ցողունը, հետո պտուղը սկսվեց ծլել քո սրտի մեջ։ Բայց սատանան քնած չի, որ ինքը թույլ տա քո սրտի մեջ ինքը շատ աճի։ Ամեն ինչ կանի, որ քո սիրտը անպտուղ լինի։ Ու երբ որ կարդում ես Սաղմոսներում, տեսնում ես Դավիթը ինչ ասում Աստծուն։ Սաղմոս 139:23-ում։ Փորձիր ինձ ով Աստված, եւ ճանաչի իմ սիրտը, քննիր ինձ, ճանաչի իմ մտածմունքները, եւ տես որ չար ճանապարհի լինեմ, եւ առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհ։ Փորձիր ինձ Տեր իմ Աստված, իմ սիրտը, իմ մտքերը։ Դավիթը Աստծո սրտի համեմատ մարդ էր, բայց գնում էր էկագեի։ Փորձիր իմ սիրտը։ Գնում էր մեր սիրտը նկարելու։ Միգուցե ես չար ճանապարհի լինեմ, միգուցե ծռվելա իմ սիրտը, սխալա գնում իմ ոտքերը։ Շտկիր ինձ բեր հավիտենական ճանապարհների մեջ։ Կարող է մարդու սիրտը ծռվի։ Այո, այսօր կարող դու եկեղեցուց դուրս գաս, դեռ տուն չհասած քո սիրտը ծռվի։ Այդ քեզանից է կախված, ինչքան կմնաս այդ ծուր սրտով։ Երբ որ շատ մնացիր, տենելու ես ընտանիքի անդամներին արդեն սկսում ես վիրավորել։ Մի քիչ ավելի շատ մնացիր, կռվ ես անելու։ Մի քիչ ավելի շատ դու ես ընկնելու վիրավորանքի մեջ։ Ու մարդիկ ասում են, դուք գնում եք եկեղեցի գալիս, բայց ձեր կյանքում չենք տեսնում փոփոխություն։ Որտեղ պետք է փոխվի մեր կյանքը, մեր սրտի մեջ։ Դրանից հետո անցնում է մեր մտքի մեջ։ Ու փոխվում է մեր կյանքը։ Եթե այսօր դու քո էգոն այնքան բարձր լինի, որ չկարողանաս անցնես քո էգոյի վրայով, քո եսի վրայով, ու շտկես քո սիրտը, ու ասես Տեր իմ Աստված, քննի իմ սիրտը։ Տեսել ես մարդիկ, որ գնում են սիրտը ստուգելու։
ասում եմ մի բան կա, մի մոմենտ կա, այստեղ ոնց որ ձայն եմ լսում, գնա մի հատ ուրիշ ապարատոս դուք։ Գնա մի հատ սրտի էխուան են, EKG-ն այդքան լավ չի ցույց տալիս։ EKG-ն էլ չի լավ ցույց տալիս։ Մի հատ էլ գնա կորոնոգրաֆիա անեն, որ ամբողջով իմ պատկերը հասկանանք։ Կա չէ՞ sense բաներ։ Հիմա եթե դու քո սիրտը քննելու համար մենակ EKG-ով մի բավարարվի։ Միգուցե ավելի խորը խնդիրներ կա, ինչի՞գնեմ, տարբեր սարքեր կա, խոլտեր կա, կախում են ու երկու մի ամբողջ օր ինքը ստուգում է սրտի աշխատանքը։ Սիրտը վարքյանական կարա ծառվի մարդու։ Բայց շատ լավ կլինի, որ վարքյանական էլ շտկվի։ Երբ որ Դավիթ թագավորին Նաթան մարգարեն եկավ եւ ասավ՝ դու ես այդ մարդը, որը որ մեղքի մեջ ես, որը որ գողացել ես ուրիշի կինը, նա չասա, բա գիտես ես թագավոր եմ։ Չասա, բա ինձ ինչ կասեն։ Նույն պահին ընկավ, ապաշխարեց, սկսեց ծոն վերցնելը իր սիրտը շտկելու համար։ Ու երբ որ երեխան Աստված վերցրավ, որտեղ Աստված խոսացել էր այդ երեխու մահվա մասին, սիրտը չծռվեց, գլուխը օծեց, սկսեց պաշտել իր Տիրոջը։ Որովհետև մենք շատ ժամանակ մեր եսակենտրոնության պատճառով մեր տանը դիրք ունենք, չէ՞, նա դիրք ունենք այդտեղ, հանկարծ մեր իմ գծերի վրա չմոտենան։ Այդ երիտասարդների կյանքում նամանավան սենյակը չմտնեն, դուրս չգան, sense գծեր ունենք, չէ՞ գծած։ Մենք ուզ վախենում ենք այդ գծերը անցնեն մարդիկ։ Եթե թույլ տաս այդ գծերը անցնեն, ճաշակելու ենք քո սերը, որ կա Քրիստոսով քո մեջ։ Մենք շատ ժամանակ մեր ընտանիքի անդամներին վանում ենք, հեռացնում ենք։ Փոխանակ մենք մոտենանք, գրկենք, մեր սիրտը շտկենք։ Ու գիտես ինչ ենք ասում։ Ասում ես, ես 90 տարեկան տատիկ ենքան կյանքս կերա, երբ հա գնալու պրծնեմ։ Սաղ կյանքս կերավ։ Երբ ենք ճամփում պրծնենք։ Տեր ջան, թող ապաշխարի տար պրծնեմ ես։ Ու դու մտածում ես քո աղոթքը լսում է Աստված։ Ու դու մտածում ես, որ Աստված հավանեց քո խոսքերին։ Այդ է սրտի դրդապատճառը ուղիղ է։ Ճիշտ սիրտ է։ Ոչ։ Մենք պետք է մեր սիրտը շտկենք։ Մի բան էլ կուզեմ միաբանության մասին խոսեմ, որ դու ասում ես, եթե սիրտը մեկը լինի։ Օրինակ, ես կխնդրեմ մեր ալիքին գամ իրար հետ մի հատ բան անենք։ Ես չգիտեմ, ես բաները սիրում եմ ցուցադրական։ Օրինակ, ոնց եք պատկերացնում, ես ալիքը շատ լավ ընկերներ ենք, չէ՞, մոտիկ են։ Նկար էսա, չէ՞, ցույց տալի։ Բայց դուք ինչ գիտեք իմ սիրտը։ Ինչ գիտեք, ես ալիքին ոնց եմ ընդունում։ Ասում ես ինչ հոտ ագալի վրից շուտ պրծնի գնամ։ Ես ինչ է ինձ խեղդում։ Մի ասվեժից զել չունի բանը։ Չի ես ինչ, բայց շփտում ենք, չէ՞, Facebook-ի համար։ Սենց արած, նկարում ենք, չէ՞։ Սենց գիտես ինչքան ընտանիքներ կան։ Facebook-ի համար միաբան են, բայց սրտով բաժանված։ Հիմա օրինակ դուք մտածում եք, որ այս ինչ տղեկ է։ Այս ինչ լավ ջերմ են իրար հետ, գրկել են։ Հələ երկու քաղցր բառել ասեմ, կասեք, սրանց բաժանել չլինի։ Սրանք արդեն բաժանված են, որտեղ դուք չգիտեք իրանց սրտերի մեջ ինչ կա։ Տերը քեզ օրհնալի ջան, ես քեզ շատ եմ սիրում, սա փորձ։ Ես դու բազում զույգեր ես տեսնում, որ ձեռքի բռնած գնում են, են իրար գտել են սիրահարված։ Բայց ես աղջիկը չգիտի, որ այս տղան մի հատ էլ իր նման ընկերու ունի, գիշերային գրելու համար։ Ուզում ես ասես, խիան դաթար կռիվ այս զույգերի մեջ, որովհետև սրտերը արդեն բաժանված են։ Որովհետև այդ տղան չի նայում, որ ընտրում է մեկ անգամ ամբողջ կյանքի համար, որովհետև սրտի մեջ արդեն պառակտում կա, արդեն բաժանում կա։ Ես այնքան հետաքրքիր է, որ մարդիկ ընտանիքներում կողք կողքի ապրում են, բայց չունեն սրտի միաբանություն։ Բաժանված այդ սրտերը։ Դավիթը ինչ ասեց։ Իմ սիրտը քննի, նայ որտեղ եմ ծուռ։ Այսօր մենք այդ աղոթք անելու ենք իրար հետ։ Տեր ջան, քննի իմ սիրտը, հասարակ չքննես, ինչքան հնարավոր է քննի, միջև վերջ քննի, ինչ կա հանիր, ցույց տուր ինձ, շտկիր իմ սիրտը, ուղղի իմ սիրտը և տար ինձ հավիտենական ճանապարհների մեջ։ Ես այնքան բանա, որ մարդկային սիրտը ինքը մի վայրկյանում կարա ծռվի։ Դու պահել ես, ակնթարթ աչքդ սենց ես արել, մեկ էլ հետ ես նայում դնում արդեն մի բան մտել է։ Ոչ մեկը քեզ ոչ մի բան չի ասել, ուղղակի միտք ա եկել, որ քո ամուսինը քեզ դավաճանում է։ Միտք ա եկել, որ մի միտք ա եկել։ Ու այդ միտքը տեղավորել է քո մտքի մեջ, տեղավորել է քո սրտի մեջ, կասկածամտություն բերել, ու սկսում է քեզ հետ աշխատել։ Իրան ամեն ինչ պետք է անի, որ ինֆորմացիան տեղավորի քո սրտի մեջ։
ամեն ինչ պիտի անի, որ ինֆորմացիան տեղավորի քո սրտի մեջ։ Եթե այդ ինֆորմացիան քո սրտի մեջ չի, ինքը չի կարող պտուղ տալ։ Սատանայի նպատակն է քո սրտի մեջ սերմ գցի։ Իսկ դու ինչ պիտի անես։ Ուշադիր լինես։ Դու քո սրտի պահակնես, ավտոմատով, կասկով պահակես, որ սիրտդ անդադար ուղիղ մնա։ Ու միշտ քեզ հարց տու, ինչ որ անում ես։ Ինչի համար եմ անում։ Օրինակ, առավոտ շուտ վերեկացել, սուրճ պիտի եփես, ամուսինը գնա գործի։ Շուտ խմի, գնա։ Ինչ կա քո սրտի մեջ։ Օրինակ, ցենց ես օրհնում, որ Տեր իմ Աստված, ես շնորհակալ եմ իմ ամուսնուց, որ կա իմ կյանքում։ Տեր իմ Աստված, գոհանում եմ նրանից։ Օրհնում եմ նրա աշխատանքը։ Եվ ես սուրճն եմ սիրով տալիս, որովհետև իմ սրտի միաբանության մի կտորն։ Թե երբ փախմելու գնա մի հարևաններին կանչենք, կամ մեկ էլ ես տեսնում ասում, եկավ։ Չգիտեմ բարեկներից այդքան վախում են, վարորդները ինչպես կանայք կա իրանց ամուսիններից, եկավ։ Կան հետաքրքիր է, որ մեր սիրտն էլ շատ ժամանակ ուղիղ չի, լինելով եկեղեցում, լինելով Աստծո սիրո մեջ, մեր սիրտն էլ շատ ժամանակ ուղիղ չի, ուղի սիրտդ, մաքրի, որ Աստված տալու է քո սրտի համապատասխան, քո ընտանիքի մեջ, ամեն, ես մեր հով մեհերի ես վերջի 3 քարոզները լսել եմ, մեկը մեկից զորավոր հզոր քարոզնել էր, հակառակության մասին, ես իմ դեմ եմ, լիքը բաների մասին, ես մտածում եմ, որ ամեն ինչ գալիս է սրտից, հակառակությունն էլ է սրտից գալիս, բամբասանքն էլ է սրտից գալիս, ամենքի արմատը սիրտն է, դրա համար քո սիրտը ուղի, շտկի, մաքրի, դա քո գործն է, կանայք կան, որ իրանց գործը գիտեն, թե մենակ տները մաքրել, մաքրում են, լրիվ, նա մանավանդ նոր տարուց առաջ, ոնց որ բեսպիլոտնիկ են տունը, տեսնում ես գնաց, լավ է որ տները մաքուր է, բայց կարևոր է սիրտդ մաքուր լինի, լավ է որ տներում մաքրություն է տիրում, ես ինքս սիրում եմ մաքրություն, բայց ինչ կապ ունի, որ մտնես մարդու տուն ինքը մաքուր, բայց 5 րոպե հետո դու զգում ես այդ մաքրության մեջ այնքան ես ճնշված, այդ մաքրության մեջ քեզ խեղդող բան կա, որովհետև այդ մարդը ինքը չներում ունի, բամբասանք ունի, ու այս ամենը իր հետ է։ Ըստ տեսնում ես տուն, որ այդքան էլ մաքուր չի, մարդիկ բաց, սրտները պարզ, որ ասում ես ինչքան անկեղծություն կար։ Այդ կեղտոտ տունը ես չզզվեցի կոֆե խմեմ։ Եթե ես մի քիչ զզվող էի։ Ես ու Դավիթը ինչ ասում, փորձիր ինձ ով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը։ Ուրեմն Դավիթը չգիտեր իր սրտի մեջ ինչ կա։ Բաներ կա, մենք չգիտենք մեր սրտի մեջ ինչ կա։ Ու երբ որ այդ սիրտը բերում ես Աստծո առաջ, այդ ժամանակ դու տեսնում ես, եւ ինձ ճանաչիր իմ մտածմունքները, մտքերս։ Եվ տես թե որը չար ճանապարհի լինեմ եւ առաջնորդիր ինձ դեպի քո հավիտենական ճանապարհը։ Գիտես դու կարաս լինես նաեւ մարդ, որ սիրտ կթուլացնես։ Ես մի քիչ ուզում եմ խոսամ նաեւ լեզվի մասին։ Այն որ մարդիկ ասում են իմ սրտում չկա, բայց խոսում են։ Չկա տենց բան, եթե մարդու սրտում չկա ու լեզուն կխոսի։ Նախ եւ առաջ սրտում արդեն կար եւ լեզուն սկսեց խոսել։ Հակոբոս ավետարան առաջի գլուխ 26-րդ խոսքից։ Եթե ձեզանից մեկը կարծում է, թե կրոնասեր է եւ իր լեզուն չսանձահար է, այլ իր սիրտը խափ է, այդպիսի մարդի կրոնասիրությունը զուր է։ Դու պատկերացրեք լեզուն սանձահար է։ Սանձը դա դնում են ձի բերանին։ Սանձը դա երկաթից մի բան է, որ ձի բերանին, երբ որ ձին ուզում ես կանգնացնես, այդ սանձը որ ձգում ես, լեզվին սեղմում է ձին ցավացնում եւ ձին կանգնում։ Ասում եմ, եթե իր բերանը չսանձահար է, այդ սանձահարելու գործողությունը քո վրա է։ Միգուցե պահես բերանը չխոսես։ Ես առաջի անգամ երբ որ չեմ ջղայնացել, զսպեցի, ճիշտ է ներսս ինչ ասեցի, բայց դուրս չեկավ ինձանից, այդ ձևն է։ Միգուցե դու քո բերանը սանձ դնես, մի քիչ պահես, որ չխոսաս մարդու հետ, գիտես, այս 3 օրը հավաքել ես արդեն,
Հեսա արդեն միտքներ ա տվել ոնց ես ասելու, կամ անց մոտանում ես ասելու։ Ճանապարհն ես, արդեն քանի մոտանում ես ներսդ ավելի ասենց, բայց չասեմ, չասեց։ Ու մի անգամից թրերա, որ ուղարկում ես իրավության։ Թրերա, որ սպանություն ես, խոսքի սպանած ավելի ուժեղ։ Դու չես հիշում, որ քո մատի վրա որտե շերամ կա, բայց հիշում ես, որ քո կիսուրը քեզ մի հատ վիրավորական բառ ասել մոտ 30 տարի առաջ։ Էդի չես կարա մոռանաս, որովհետև գիտես ինքը ում ասավ, ասավ իմ աղբորը իմ հորը ասեց ինձ, հիշում ես էսի։ Եթե դու քո լեզուն չսանձահարեցիր, քո սիրտը խաբեցիր, հիմա դու ես սրտին խաբում, համ ինքն է քեզ խաբում, համ դու ես իրան խաբում։ Քո սիրտը խաբեցիր, լեզու չսանձահարեցիր։ Այսպիսի մարդու կրոնասիրությունը զուր է։ Եկեղեցի գալով մարդը պետք է փոխվի։ Իր շրջապատը պետք է տեսնի նրա փոխված կյանքը։ Հովհաննես Մկրտիչը, երբ որ փարիսեցիներին հանդիմանում էր, սա վիժերի զավակներ, կացինը արմատին դրված է, ապաշխարությանը արժանի պտուղ բերեք։ Ապաշխարությունը պետք է պտուղ ունենա։ Երբ որ տեսնում ես Հիսուսը հանդիպում ունեցավ Մարիամ Մագդաղենացու հետ, որ նա անառակ էր եւ 7 դև էր հանել, բայց Մարիամ Մագդաղենացու ապաշխարության պտուղը, այդ կյանքը միջև վերջ մնաց Հիսուսի մոտ։ Եվ Աստծո խոսքը ասում է Մարիամ Մագդաղենացին եւ Շուշաննան եւ մի քանի կանայք իրենց ստացվածքից ծառայում էին Հիսուսին։ Ուր որ Հիսուսը գնում էր, այդ թիմի համար հաց էին պատրաստում, չգիտեմ ինչ էին լվանում, ինչ էին ծառայում միջև վերջը։ Նույն անառակ կինը, որը Մարիամ Մագդաղենացին էր, որ ուներ ապաշխարության պտուղ։ Այսօր եկեղեցի գալով մարդիկ պիտի խոսան, որ այս մարդը գողանում էր, պետք չի գողանալ, բայց ինչ որ փոխված կյանք, էլ չի գողանում, ստում էր, էլ չի ստում, բամբասում էր, էլ չի բամբասում։ Դե մենք չենք բամբասում, գնահատում ենք իրավիճակը, սենց բան լսել եք։ Չենք բամբասում, ուղղակի գնահատում ենք։ Մի հատ տենանք ինչ է կատարվում։ Ինչ է նշանակում բամբասանք։ Ես սա մեր հով մեհերից եմ լսել։ Խոսում ես երրորդ անձի մասին, որ նրա ներկայության ժամանակ չես խոսի։ Եթե լավ բաներ ես ասում, նրա ներկայության ժամանակ էլ կասել, խոսի։ Բայց խոսում ես երրորդ անձի մասին, նրա ներկայության ժամանակ այդ բառերը չէիր ասի։ Մտածի սրա մասին։ Ու դες այդի կոչվում է բամբասանք։ Եթե մի քիչ էռոնիա կա, մի քիչ հեգնական բան կա, միգուցե չխոսած դրա մասին։ Եթե իրականում այդ մարդուն դու չես պատվում, այնց թեթև խոսքի մեջ վիրավորական բառեր ես ասում։ Մտածի սրա մասին, որովհետև դու եթե քո լեզուն չսանձահարես, քո սիրտը խաբելու ես։ Ու Աստված է նայում քո սրտին։ Ու այդ սիրտը, որ քեզ խաբելու ես, ինքը մի օր էլ քեզ է խաբելու։ Տեսնելու ես ընկել ես մի վեճի մեջ, առանց պատկերացնելու խի։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Միտեղ եմ ուզում կարդամ եւ այս պատմությունը կպատմեմ, նոր կկարդամ Հեսուի գրքից է Հեսու 14:7 գլուխ։ Երբ որ տեսնում ես Հեսուն ուղարկեց մարդիկ, որ լրտեսեն երկիրը եւ լուր բերեն, եւ նրանցից երկուսը բարի լուր բերին եւ մնացած վատ լուր բերին։ 7-րդ գլխից։ Ես 40 տարեկան էի, սա Քաղեբն ասում։ Ես 40 տարեկան էի, երբ որ Տիրոջ ծառա Մովսեսը ինձ Կադես Բարնայից ուղարկեց երկիրը լրտեսելու համար, եւ ես սրտի միջի եղածի պես նրա համար լուր բերի, սակայն ինձ հետ վեր գնացողներ եղբայրներս ժողովրդի սիրտը թուլացրին, բայց ես բոլորովին իմ Տեր Աստծուն հետևեցի։ Գիտես դու կարաս մարդ լինես, որ ժողովրդի սիրտը թուլացնես։ Օրինակ ինչ որ մի հատ բան ես տեսել եկեղեցու։ Աստված քեզ ցույց տվել, որ աղոթես, բայց դու կարաս ուղակի այս ամեն ինչը սկսես ժողովրդի սիրտը թուլացնես։ Դու պիտի մարդ լինես, որ լինես հոգևոր գերեզման, որ եկել է քո մոտ, այդտեղ էլ մահացավ, այդտեղ էլ թաղվեց։ Մարդ չլինես, որ փոխանցես, որովհետև դու կարաս ժողովրդի սիրտը թուլացնես,
բամբասանքը դա նման է այդ վարակիչ բանին։ Երբ որ դու տեսնում ես Հիսուսը խոսում է փարիսեցիների թխմորի մասին, դրոժ կոչվածը։ Երբ որ մի փոքրիկ դրոժը լցնում ես խմորի մեջ, ու ինչ ես անում, սպասում ես, ինչին, որ ուռի։ Ու շատ ժամանակ մենք առանց հասկանալու վատ թխմորներ են գցում մարդկանց ականջների մեջ, մարդկանց սրտի մեջ, եւ սպասում ենք եսա կուռի։ Ու մեր ընտանիքների մեջ էլ մենք վատ խմորներ ենք գցում, վատ թաթխմորներ ենք գցում ու սպասում ենք որ եսա կուռի։ Որ ինչ անեմ, դե թխեմ, բա ինչ պիտի անեմ ուռածին։ Ու տեսնում ես վեճ առաջացավ։ Շատ կարևոր է, երբ որ դու ժողովրդի սիրտը թուլացնող չլինես։ Մենք բազում օրինակներ ունենք, որ վեճերը չի սկսում մի մարդուց։ Հա, մի մարդու սիրտ ծռվեց։ Ինչքան կարևոր է այդ մի մարդու սիրտը շտկես, քանց թե այս ծուռը փոխանցես ամբողջ եկեղեցուն, ամբողջ հարևաններին, պատիեզդում հարևաններին, շրջապատում բարեկամներին։ Ու մենք սրա մեջ ուժեղ վարպետներ ենք մեր հայ ազգը։ Բամբասանքը տարածելու, իսկ ինտերնետը տենց արագություն չունի, ինչպես բամբասանքը։ Նամանավանդ փոքր քաղաքներում գերարագ տարածվում է այդ բամբասանքը։ Հիմա դու պետք է որոշես, դու հոգևոր գերեզման ես, որ քեզանով մեռնում է այդ ամեն ինչը, թե քեզանով վերակենդանանում է եւ փոխանցվում ուրիշ մարդկանց կյանքի մեջ։ Ամեն։ Գիտես, նենք չի որ հեշտ է, բայց հնարավոր է։ Աստծո խոսքն էլ ասում նեղա դուրը դժվար է ճանապարհը, ով ասել որ հեշտ է լինելու։ Ինչքան նեղ է, ինչքան նեղված կա։ Մենք միշտ պատկերացնում ենք, որ Աստծուն մոտենալը շատ լինելու արագ, հեշտ, առանց ոչ մի բանի, որ մարդն էլ հարցես տալի ուր ես գնում, ինքը մի անգամից երկինք է գնում։ Որովհետև ում է ինչ վատ բան արել որ։ Բայց երբ որ ասես քո սրտի համապատասխան է քեզ Աստված պատասխանելու, ինքը կսկսի իր սիրտը նայել, որովհետև սրտից է կյանքի ելքը, ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, դրանից է կյանքի ելքը, դրանով է կյանքի ելքը։ Եվ սրտով մաքուները կտեսնեն Աստծուն։ Գիտես, դու չպետք է լինես մարդ, որ կթուլացնես մարդկանց սիրտը։ Պետք է լինես մարդ, որ մարդկանց սիրտը կամրապանդես։ Կասես ոչինչ, անցնելու ես։ Կողքդ ենք, մի խառնվի։ Ու չտարածես այդ ամեն ինչ, որ մարդը իր կյանքում միգուցե մի բան է բացվել քեզ հետ։ Մարդ չունեցել, քեզ վստահել է բացվել։ Երրորդ մարդու հետ մի խոսա դրա մասին։ Եղիր մարդ, որ չես տարածի այդ ամեն ինչ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտես, Աստվածաշունչը շատ է խոսում սրտի դրդապատճառների մասին, բայց իսկ ուզեմ նաև մի տեղ բացենք Աստվածաշնչից։ Սաղմոս 101, 4-ից 6-րդ խոսքը։ Ծուր սիրտը պետք է հեռանա ինձանից, չարին չեմ ճանաչի։ Նով ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ, նով ամբարտավանում է իր աչքերով եւ հպարտանում սրտով, նրան չեն կարող համբերել։ Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա են, որ ինձ հետ բնակվում են, անմեղ ճանապարհ գնացողը կծառայի ինձ։ Ծուր սիրտը ասում է պետք է հեռանա ինձանից։ Աստծո խոսքի մեջ նաև մի տեղ է խոսում, որ մի դառը արմատ, չար արմատ չբուսնի ձեր մեջ, չաճի ձեր մեջ։ Հնարավոր է ծառը արմատ աճի։ Գիտեք, երբ դառը արմատ աճում, ես ինքս զբաղվում եմ հողագործությունով, այգիներ ունեմ, այգեգործությունով, երբ որ 3-ից 4 տարի դու չես հնձում քո հողը, բազում փշեր աճում, դու չգիտես այդ որտեղից է։ Երբ որ մշակը չի աշխատում իր հետ, սրտի հետ, այդ սիրտը սկսում է ծռվել, այդ սիրտը սկսում է փոխվել, այդ սիրտը սկսում է ինչ-որ բաների մեջ ընկնել, դու պիտի ամեն օր աշխատես քո սրտի հետ։ Ամեն առավոտ վերցրու սիրտը ձեռքերիդ մեջ, բեր Աստծո առաջ, սա Տերիմ ասված, փորձիր իմ սիրտը, ծռված բան կա, օգնիր ինձ հանենք, օգնիր ինձ փոխենք, օգնիր ինձ, որ ես փոխվեմ, ու մի խափի ինքդ քեզ, մի խափի քող գցի սրտիդ վրա։ Ու նորից եմ ասում, այնինչին ժամանակ ես տալի, նա դառնում է քո Աստվածը։ Այնինչին քո ժամանակի մեծամասնությունը վերցնում է,
նա դառնում է քո Աստվածը։ Նա վերցնում է քո Աստվածը։ Քո Աստվածն է դառնում։ Սկսում է քեզ թելադրել ինչպես անես։ Ու նույնպես ուզում եմ խոսամ նաև վիրավորանքի մասին։ Վիրավորված մարդը պատկերացնում ես ինքը չի կարող շարժվի։ Երբ որ սիրտը վիրավորված է, իրան պետք է դու վերցնես տեղ։ Տեսել ես կուրաղիքը վիրահատած մարդուն։ Ոնց է քայլում։ Վիրավորված է։ Վիրավորված մարդը մի քիչ ինքը սահմանափակումներ ունի շարժվելու մեջ։ Եկեղեցու գալու են բազում վիրավորված մարդիկ, որ սրտի մեջ խնդիրներ ունի։ Աստված ձեզ ուզում է օծի դրա մեջ, որ դու կարողանաս վիրավորվածին գրկես։ Վիրավորվածին գրկելը հեշտ չի։ Ով որ պատերազմի դաշտում եղել է, գիտի, որ վիրավոր կա պետք է հանես, հեշտ չի այդ վիրավորին հանելը։ Վիրավորված մարդը ունի սահմանափակումներ։ Դու պիտի իմանաս իրան ոնց մոտենաս։ Դու պիտի իրան այդ մոտեցման ձևը ունենաս։ Ու գիտես, այնքան հետաքրքիր է, որ կան երկու բժիշկներ։ Կա անասնաբուժ եւ կա բժիշկ, որ մարդու հետ է զբաղվում։ Անասնաբուժը ոչ մի անգամ տեղային անզգայացում չի անում։ Ինքը իր գործը անում է, խոզը դնում է, ձենը գցել է, իր վեճեն, հա, իր վիրահատել է, պրծել, всё։ Իսկ բժիշկները անզգայացնում են, որ վիրահատ են։ Այո, կա ժամանակ, որ մենք հոգևորներս կարող է մի քիչ ճիշտ չենք վիրահատում։ Մի անգամից անզգայացնելուց առաջ սիրտը հանում ենք ձեռին դնում, նոր անզգայացնում։ Դա այդ process-ը պետք է տեղը փոխես։ Երբ որ ուզում ես մարդուն անզգայացնես, նախ եւ առաջ հիշի իր դրական կողմերը։ Խոսա դրա մասին։ Խոսա այդ մարդու դրական կողմերը, որ ինչքան լավն ես, ինչքան լավ հատկանիշներ ունես դու։ Շնորհակալ ենք, որ մեր կողքին ես գործով։ Արդեն մարդը ուզում ես նարկոզը գնաց։ Ասելիքդ կփոխանցես նարկոզից հետո։ Շատ ժամանակ տեղերը փոխվում ու մարդիկ իրանք բոլոր ուզում են շտկողներ լինեն մարդկանց։ Եվ վիրավորանքը դառնում է տարածվող։ Մի քո սրտի դրդապատճառը ինչ է, որ մարդի սիրտը շտկվի, թե որ իմանան, որ դու գիտես։ Երբ որ մարդուն ինչ որ մի բան ես ուզում ասես, Աստծուց, մի հատ քո սրտի մեջ հարց տու, ի՞նչ է իմ դրդապատճառը։ Որ ասեն, որ ես եմ տեսիլքներ տեսնում, որ ասեն ես եմ հոգևոր մարդ Աստծուց խոսք եմ ստանում, թե ուղղակի իմ սիրտը վառվում է նրա փրկության համար, նրա ապաքինվելու համար, թե իրականում իմ սրտում ոնց որ հպարտություն էր ուզում բարձրանա իշխելու այդ մարդուն։ Ամեն ինչ կատարվում է մարդկային սրտի մեջ։ Սրտի դրդապատճառ։ Սիրտդ ինչ դրդապատճառ ունի, ինչ դրդապատճառով ես ծառայում Աստծուն, որն է քո սրտի դրդապատճառը, որ այսօր ծառայում ես Աստծուն։ Այո, խաբուսիկ է սիրտը, բերի ժամանակ առ ժամանակ Աստծո առաջ։ Մի հատ նկար ունեմ, ուզում եմ դել տնենք։ Քրիստոս ուզում է մեր սրտին Տեր լինի, թագավոր լինի, ու շատ ժամանակ մենք թույլ չենք տալի, որ ինքը լինի մեր սրտում Տեր եւ թագավոր։ Գիտես, այս նկարը Քրիստոսի դեմքը չկա, բայց հասկանում ես իմաստը, որ այո, Աստված ուզում է մեր սրտի մեջ լինի իշխան, Տեր, թագավոր, որ կարողանա քո սրտի հետ խոսա, կարողանա քո մտքով, քո հոգու մեջ խոսա եւ հասկանա։ Երբ որ Դավիթ թագավորին պիտի թագավոր ընտրեին, ոչ մեկը չէին տեսել Դավիթին, որովհետև տեսել են իր ավակ եղբորը, որ հարմար էր, ինչի թագավորության, թագավոր լինելու, բայց Աստված իր մարգարեին չասավ դու սուտ ես տեսել, սխալ ես տեսել։ Սամուելը բան չէր մնացել, ավակ որդուն թագավոր էր ոցում։ Աստված չասավ այս սուտ մարգարես ինչ ես անում։ Ասավ չէ, ինքը չի։ Մարգարեն սխալվեց, բայց Աստված ասավ ինքը չի ուղղակի։ Ու երբ որ տեսավ Դավթին, ասավ ինքն աղոց է։ Աչքի երևույթով նման չէր թագավորի, բայց Աստված չի նայում արտաքին տեսքին։ Աստված նայում է քո սրտին, սրտի դրդապատճառին եւ սրտի միջին։ Գիտես, շատ ժամանակ մարդիկ մտածում են, թե ծառայողները դրանք հատուկ մարդիկ են, են որ պիտի խնդիր չունենան, թերություն չունենան, որովհետեւ իրանք ծառայող են։ Իրանք ձեր նման մարդիկ են, որ ձեր կարիք ունեն։ Ուղղակի իրանք պատրաստական են ինչ-որ բան անելու մեջ։ Պատրաստակամություն ունեն ինչ-որ գործի մեջ, Քրիստոսի գործի մեջ պատրաստակամություն ունեն։ Եվ դու մտածում ես, որ լավ մի հատ թերություն ունեցավ ու սկսում ես նետեր արձակել իր ուղղությամբ։ Դա հոգևոր է։
Դու սկսում ես բամբասել իրանից, սկսում ես գցել, Աստծո խոսքն ասում է իրար կծեք, ուտեք, փչանակ, ոնց պիտի կծեիր։ Ֆիզիկապես տես պիտի գնայիր բլենդամետով մաքրեիր կծեիր։ Խոսքով, մտքով, սրտիդ մեջ։ Ուղղակի դուրս գալուց ասում ես սրտիդ մեջ բան ես ասում, այս հովիվ ես ինչ ասեց։ Մի նետ է սարսակում սատանայից դեպի իմուղության։ Այս ինչ էր խոսում ընդհանրապես, ձանձրացրավ մեզ։ Երկրորդ նետնա գալիս։ Ու առանց հասկանալու մենք զենք, որ պետք է օգտագործենք սատանայի ուղղության, օգտագործում ենք ինքներս մեր դեմ։ Ով է շատ լավ քարոստվա։ Միթե ես ինքս իմ դեմ եմ։ Այսօր իմ քարոզի վերնագիրն էր։ Ինչա խոսում քո սիրտը։ Խոսում այնք։ Հենց արա ճիշտ բաներ խոսում։ Մաքրի սիրտը ամբողջովին։ Տար Աստծո առաջ սա Տերիմ ասված քննի իմ սիրտը։ Եվ Աստծո խոսքն էլ ասում որ սրտի ավելցուկից խոսեց շուրթերը։ Ավելացված էր, հավաքվել էր, պահեստում կար։ Այն ինչ պետք չէր լցրել էր։ Ես կուզենամ քո սիրտը չլինի չուլան։ Այդ չուլանը բոլոր ճանաչում եք, չէ՞։ Ինչ պետք չի լցրած անդե։ Այն որ կոտրած մի հատ պլաստմասի կտոր կա, չգիտես դա քեզ եփա պետք է լինելու չուլանումն է։ Այն որ բացում ես ինչ ասես չուլանում կա, չէ՞։ Քո սիրտը լինի թագավորական նստատեղ լինի ու Հիսուսը իշխի այդ սրտիդ մեջ։ Թող քո սիրտը լինի պատրաստված, մաքրված։ Քո սիրտը լինի այն բան կա, չէ՞, որ տուն մարդ է գալիս, այն կեղտոտ սենյակը հաստատ չես տանի։ Սենց հետ դեմ ես կայնում, որ կամած տանես մաքուր տեղը, որովհետև այնտեղ լիքը բաներ է թափված, որովհետև այնտեղ մի հատ երիտասարդ աղջիկ ունենք, ինքն է քնում, ինքը իր սենյակը չի հավաքում, մտնում ես ասում ես օրոց, ես որտեղ եմ։ Ու դա շուշուտ է լինում երիտասարդների հետ։ Մտնում ես չգիտես սենյակա, թե սենյակա նման է։ Թող մեր սիրտը չլինի այդ չուլանը, լինի մաքրված, հարդարված, բժշկված, այդ յուղը հոսի քո սրտի մեջ։ Որ ուղղակի կայնես ասես Տերիմ ասված դու գիտես իմ սիրտը, ուղղակի համարձակություն ունենաս, ասես Տերիմ ասված դու գիտես իմ սիրտը, քննիր իմ սիրտը, փոխիր իմ սիրտը, գիտես, շտկիր եթե ինչ որ բան ծոռա։ Ու դրանից է կյանքի ելքը, կյանքի աղբյուրը քո սրտի մեջ է, եթե ինքը մաքուր լինի։ Ու պատկերացրու աղբյուրը կեղտոտ լինի։ Ցեխ լինի աղբյուրի մեջ։ Այն չուլանը լինի, ինչ ասես կա։ Ջուրն էլ կա, հա, բայց չգիտես էլ ինչ էլ կա։ Դրա համար շատ կարևոր է մենք ուղղակի նայենք մեր սրտին։ Գիտես մի բան ասեմ, որ իմ կարծիքով բոլորս հարցրել ենք այսօր, եթե տենց մարդ կա, կարա ձեռք բարձրացնի, այսօր հայելուն նայենք, նոր գանք ստեղ։ Հայելուն նայել ենք, նոր եկել, տենց մարդ չկա, չէ՞ որ հայելուն չի նայել։ Չկա, չէ՞։ Բոլորս նայել ենք։ Բա մի բան կա, չդզենք, այստեղ հենց դզել ենք, շտկել ենք։ Կարևոր է, չէ՞ տեսքը։ Բա այն մի բան այն չի։ Բա որ մի քիչ չաղ ես ելում, սենց ասում ես ոչինչ կանցնի։ Բայց հասկանում ես, որ չի անցնում, ոնց որ ավելանում է։ Նայել ես, չէ՞ քո տեսքին։ Օրինակ շահ մարդիկ սենց են նկարվում, որ չերևա, չգիտեմ։ Ասա, բայց քո տեսքը կարևոր է, չէ՞ որ դու նայում ես քեզ։ Աստվածաշունչը երբ որ վերցնում ես, Աստվածաշունչը ուղիղ նայում է քո սրտին։ Եվ սկսում է քո սիրտը մաքրել։ Մեծ քանակության Աստծո խոսք կրթա։ Եթե սրտիդ մեջ ինչ-որ բան ծառված եղավ, դու հասկանալու ես, որ կար ժամանակ հետո ինքը սկսում է շտկվել։ Գիտեք, այնքան բաներ կա, որ մենք մեր կյանքով ենք անցել։ Հեշտ չի ելել։ Միջով քո մարդկային էգոն չջարդվի, քո էգոն չկոտրվի, դու չես կարողանալու անցնես։ Միգուցե վիրավորանքի մեջ ես այսօր։ Միգուցե բարեկամների հետ հաշտություն չունես։ Սկսի սիրտդ ուղղել եւ կապերդ վերակառուցել։ Սիրտդ ուղղել, միջև սիրտդ չուղեցիր, չես կարող ոչ մի կապել վերակառուցես։ Այնա տեսա գալիս այս մայթով, ես փախամ յուս մայթ։ Չէի ուզում ճակատի հանդիպեմ հետը։ Ճիշտ է, ես իրան ներել եմ, բայց հենց հանդիպում եմ, դողում եմ։ Ոնց, ասենք որ այդ մարդուն ներես, սիրես, ոնց կարաս հանդիպելուց դողաս։ Սիրահարները ոնց են իրար հանդիպում, երբ որ տեսնում են, երկու կողմից ձեռքերը բացում են, գալիս են գրկում իրար։ Ու դու զգում ես, որ խորաման կա սիրտը, գաղտնիքներ կա սրտի մեջ, ծածուկ բաներ կա սրտի մեջ, որ պետք է շտկվի եւ մաքրվի։ Ամեն։ Ես կամած ուզում եմ իմ խոսքը գամ
ավարտին առակաց 18-րդ գլուխ 12-րդ խոսքից։ Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը։ Ուզում ես Աստված քեզ բարձրացնի։ Խոնարհվի։ Աստված հպարտներին հակառակ է։ Աստվածը հպարտներին հակառակ, ոչ թե սատանան։ Սատանան հպարտներին հակառակ չի։ Աստվածը հպարտներին հակառակ։ Հպարտությունը ամեն մարդու մեջ կա։ Թող մեկը չասի ես հպարտ չեմ։ Ամեն մարդու մոտ կա այդ հպարտությունը, բայց հպարտությունը աստիճան գոյություն ունի։ Դու պետք է իր հետ աշխատես, որովհետև եթե երկնքում հպարտությունը մտավ սատանայի սրտի մեջ, արուսյակի սրտի մեջ, եւ արուսյակը դարձավ այսօր հակառակորդ ամբողջ Աստծուն եւ իր բանակին եւ իր ժողովրդին, այսօր դու էլ ապահոված ես, որ հպարտությունը կմտնի քո սրտի մեջ։ Ինչպես կմտնի։ Քննադատելով, թերագնահատելով, ծաղրելով, Աստծո խոսքը ասում է շտկիր լեզուդ, ծուռ բերանը թող հեռանա քեզանից, շտկի քո սիրտը, շրթունքներդ։ Ու այս ամենի մեջ ասում է քննիր իմ սիրտը, փոխիր ինձ, երբ որ ինչ որ մի բան ծառված է, ուղի ու տար հավիտենական ճանապարհների մեջ։ Ես մարդիկ կան այսօր հենց այստեղ ես դու ու խնդիր ունես քո հարազատների հետ, հորդ, մորդ, եղբորդ, քրոջդ, հին վերքեր ունես, որ նենց է կոկորտիդ խեղդում, ու դու արդարացնում ես, որովհետև իրանք քեզ թողել են, իրանք քեզ չեն պահել, չգիտեմ ինչ են արել, ու դու արդարացնում ես անդադար, ու Աստված ուզում է այդ ծանրությունը քո սրտի միջից հեռացնի, այսօր որոշում կայացրու, հեռացրու այդ ծանրությունը քեզանից, որտեվ այդ ծանրությունը քեզ չի թողում հոգևորի մեջ աճես։ Դու աղոթում ես ինչպես ուրիշները, բայց Աստծուց ներկայություն չունես, որովհետև այդ վիրավորանքը կոկորտիդ կայնած է խեղդում է քեզ։ Ու Աստված նայում է, կշտկես սիրտդ։ Ու դու գիտես, որ դու ես, ու դու գիտես, որ դա դու պետք է անես։ Ու բազում մարդիկ եմ տեսնում, որ իրենց հարազատների հետ վիրավորանքի մեջ են։ Կապերը կտրված է հարազատների հետ, ու արդարացնում ես դու քեզ։ Մի արդարացրու։ Եղիր Աստծո առաջին անկեղծ, եւ Աստված տեսնելով քո անկեղծությունը, Աստված տեսնելով, որ քո սիրտը դու շտկում ես, ինքն կգա կողքդ կկայնի քեզ կզորացնի։ Ինքը կգա կողքդ կկայնի քեզ կզորացնի, այդ դժվար իրավիճակը անցնես։ Ուղղակի պետք է ջարդվես, ոչինչ։ Ավելի լավ է հիմա ջարդվես, քան թե ամենավերջում մտնես Աստծո մոտ սրտի քննություն տալու։ Դժվար է լինելու։ Իմացի այդ քննությունը ինչքան այստեղ պարապես, այնտեղ հեշտ կլինի։ Իսկ եթե ասես հետո այս քննության օրը քիչ ամրացել, հետ կտամ, սպասի։ Մարդիկ մտածում են իրանք երկար տարիներ ապրելու են, ու մեկ օրում տեսնում ես մարդը մահացավ։ Ու գնաց կանգնեց Աստծո առաջ, պատասխան տալու։ Ավելի լավ է հիմա մենք քննենք մեր սիրտը, նայենք մեր մտածմունքները, մեր մտքերը, շտկենք, որ երկնքում պատասխան չտանք։ Ամեն։